Այսօր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասում է կապ չունի օրվա մեջ քանի անգամ եք մսով ճաշ ուտում, եթե նույնիսկ 6 անգամ մսով ճաշ ուտեք, դուք աղքատ կհամարվեք, եթե անբարենպաստ միջավայրում եք ապրում, ցեխակուլոր փողոցներում։ Ես սաղն նվիրեմ ձեզ կնամ, ավելի ճիշտ լինի, քան թե պատասխանեմ։ Իհարկե որ ոչ, ինքը սխալ է դատում, ինքը ճիշտ չի դատում ժողովրդին, ճիշտ չի արտահայտում ժողովրդի մասին իր կարծիքը։ Ինչի, որովհետև մարդիկ էլի հարուստը մնացել է հարուստ, աղքատն էլ իր գոյատևելով ապրում է։ Ես հիմա պաս եմ պահում, հրա մեջ վերջ շաբաթնա։ Եթե խաղաղություն լինի, այս ջրափոսերը բան է, ինչ, մենակ թե մարդկային զոհեր չլինի, էլի ջահելները չգնան, Արցախն էլ հիմա չկա, հիմա էլ Սյունիքը չտանք, Սյունիքում չի այդքան զոհեր տանք։ Դա հեչ համաձայն չեմ, ինչ կապ ունի, թող մսով ճաշել չուտենք, թող բան ուղղակի ես մի բան եմ խնդրում, որ խաղաղությունը լինի մեր երկրին, որ մեր երեխեքը նորմալ գնան, այդ եմ, թե չէ թե հիմա մսով ճաշ կուտենք, թե պայմանները, այդ ես դրանք երկրորդական հարց եմ համարում։ Հիմա ոնց որ առաջնային հարցը մենակ դա է, մեր երկիրը խաղաղ պայմաններում լինի։ Ասում եմ, եթե ցեխակոլոր փողոցներով եք քայլում, բայց մսով ճաշ եք ուտում, ուրեմն դուք աղքատ եք։ Ոայ, լսի, ես արդեն իր այդ տարօրինակությունների վրա չեմ զարմանում, Ազիզ ջան։ Ինքը շատ գնալով տարօրինակ է դառնում, շատ։ Ոնց որ մեր ընտրածը չլինի էլ։ Փոշմանել եք։ Իհարկե փոշմանել եմ, շատ։ Փաշինյանին բան մի ասեք, ամենալավ այսօր ինքն է։ Համեմատած այն մյուսների։ Չէ, բայց ասում էր, եթե թալանչիների ինքը ամենալավն է այսօր։ դուք դες բայց բարեկեցիկ կյանքով ապրող համարում եք, եթե 6 անգամ մսով ճաշ ուտեք օրվա մեջ։ 6 անգամ։ Ոստենց մարդ կա, որ օրը 6 անգամ մսով ճաշ ուտի։ Մսով։ Մսով, հա։ Դե ինքը կարող 6 անգամ չէ, ինքը շատ է չաղացել եւ 6 անգամ չալու շատ է ուզում մսով ճաշ։ Ամեն մարդ պետք է ասենք իր չափով է ուտում, իր չափով մաքրություն պահում, Նիկոլ Փաշինյանը կներեք, ինչ պետք է ասի, որ մենք սովորենք։ Չէ, բացարձակ համաձայն չեմ։ Ինչ է նշանակում, եթե ստեղ եք ապրում այս ձևի, вообще իր ասած մտքերի հետ ես բացարձակ համաձայն չեմ։ Ինչի համար։ Որտեղ չէ, մտքեր ասում, որ այդ մտքերի հետ համաձայնել չկա։ Մեծ ինչ բան աղքատությունը մարդի ուղեղում է, հեսա այնա։ Ձեզ բաներ կարելի է ասել։ Մարդը աշխատանք չկա, բան չկա, թոշակները ցածր վիճակում է, մարդիկ ծանր վիճակում։ Էսի ոնց կարելի է այդպես բաներ ասել, աբստրակտ, վերացական բաներ։ Իսկ այն ընտանիքներին, ասում եմ, ովքեր հացի փող չունեն, ասում եմ, մենք իհարկե կարող ենք որպես կառավարություն օգնել, բայց 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ օգնելուց հետո այդ ընտանիքին դատապարտում ենք աղքատության, աղքատությունը դարձնում ենք ապրելակերպ իրենց համար։ Չէ, իհարկե չէ, այդ փոխանակ ավելի ուրիշ ձևի բաներ ձևակերպի, որ ես մեր ժողովուրդը մի քիչ ոտքի կանգնի, ոչ թե լրիվ գցի փոսնու ցեխը։ Էտա դուրս գալիս, չի կարելի, չէ։ Ասիկը եթե թոշակարու ստալում է 36,000 դրամ, ինքը փաստորեն ասենք սոված է, չէ՞ մնում, 36,000-ը նա չի կարող նորմալ։ Ասիկը ինքը արդեն իր ուղեղը հիվանդ է, էլի աղքատության բան կա մեջ։ Իր մտքերի ասածները ինձ համար մի քիչ ծիծաղել են, ասեմ, ծիծաղել են։ Դե դա Իրանից է գալիս, որովհետև ինքը չի նպաստում այնց, որ մարդիկ կարողանան աշխատատեղերը իրենց ապահովեն, աշխատեն ու այս երկիրը շենացնեն ու չլքեն իրանց երկիրը գնան։ Ոնց որ շատ-շատերը, որ այսօր դրսից են հայրենիք սիրում։ Ասում եմ, իրենց օգնելով մենք իրենց բանը ապրելակերպը դարձնում ենք, աղքատությունը դարձնում ենք իրենց ապրելակերպ։ Դե եթե չի կարող ինքը օգնել, թող աշխատատեղեր բացի, ժողովուրդը գնան աշխատեն։ Այն բանը, որ պետքա պետությունը անի, ինքը վերագրում է ժողովրդի մեղքը, բան եւ այլն, աշխատանք չկա, ինչ պետք է արվի։ Թոշակը չի բարձրանում, ասում եմ մենք տվել ենք թողարկությունից գնեն, հետադարձ ստանան։ Ես այդ մեկը ես թոշակառու եմ, աղջիկ ջան։ Ես այդ բան չեմ անում, չեմ վստահում դրան եւ էդի անել բան չի։ Որտեղ մարդը գնում է շուկայում կարող է էժան առնի, այդ մարդին ավելի է ձեռ տալի, քան թե ղրգի սուպերմարկետների ինչ անդեից հետ տա, էդի ոնց որ պաստալա սուպերմարկետների։ Համաձայն չեմ, բայց չի գդրել իրենց լրիվ նյութական օժանդակությունը, բայց քաչալերել է պետք իրենց աշխատանքի մղվելու։ Թալանի մասին խոսելուց էլ ասում է թալանը պոզով պոչով չի լինում ու որպես ապացույց ասում է 4.2 միլիարդ դոլար ենք պետ բյուջե բերել հեղափոխությունից հետո։ Դուք զգում եք ձեր վրա այդ
Ճիշտն ասած ինչ որ փոփոխություններ զգում եմ, ոչ իմ վրա իհարկե, հա, ինչ որ բարեփոխումներ եղել է, էլի, չենք շղթենք, թալանի մասով էլ շատ չնչին տոկոսներ կարամ ասեմ։ Այս փողը ուր է։ Իր ասելը պիտի կադրի շատ բերել, չգիտեմ 20 միլիարդը 40 ոչ բա ուր է այդ փողը։ Այսինքն այս փողը կարող հետ է բերել, բայց մենք չենք տեսել։ Շատ հնարավոր է փողի մի մասը դաժե հետ է բերել։ Դες չէ՞ որ ասենք իք աշխ փակի ասել լավ թող մնացես։ Ինչ որ բան, բայց դա մենք չենք տեսել, դա տեսել են ինչ որ որոշ Նորթը իր ամաշկի վրա չի զգում դուք։ Չէ, չեմ զգում, բայց ես նենց որ տեսեմ իրանց ապրելակերպը, բանը գիտեմ հաստատ փողս շատ բան իրանք հետ է վերցել։ Ուղղակի մենք չենք տեսել, մենք չենք զգում։ Չեն կատարել։ Չեն մոռացել ու 4.2 միլիարդ դոլար Ավելի, այդ հեքիաթներին էլ չենք հավատում, աղջիկ ջան, բացարձակ չենք հավատում, ոչ մի բան, ոնց ով կա, տենց էլ մնացել է, դեռ ավելի լավ պայմաններում է ապրում։ Ամաշկի վրա չեք զգում այդ։ Չէ, անձամբ ես չէ։ Ոնց կա, ես իմ աշխատանքը տենց էլ կա։ Ես բացարձակ ոչի մի տարբերություն, այդքան էլ մենք պայքարեցինք, այդքան էլ բան արեցինք։ Մենակ սթից խոստումներ ենք լսում եւ բեր։ Կբռնենք, կթալանենք, կսպանենք, բայց ոչ մեկին էլ ոչ մի բան չարենք։ Բացարձակ չեմ զգում։ Չէ, ոչ մի անգամ չեմ զգում։ Ես вообще տնտեսության զարգացում որպես թոշակը 3 տարի փաստացի չի բարձրանում։ Արդեն այս տարի չլավ, բան տարի վերջը ես չեմ անում, ես չեմ զգում։ Թե ինչքան է բերվի ինչ արեք չեմ անում։ Ես դրանք ինձ շատ բան է թվում, մութ է թվում, չեմ անում։